Այս համակարգի ու այդ համակարգում գործող խամաճիկների մասին բազմիցս ենք խոսել եւ փաստերով ապացուցել նրանց կոռումպվածության աստիճանը։ Դրա համար կարծում եմ այսօր մեր շարժման տարեդարձի օրը պետք չէ մանրամասն կրկին խոսել նրանց մասին։ Ուղղակի ուզում եմ պարզ հասկանաք, թե ինչու որոշեցի ինքս արմատապես նոր մի կազմակերպություն ստեղծել եւ դրանից 1 տարի հետո ցեղակրոն ուխտերի 90-ամյակին հեռարձակման ժամանակ հայտարարել, որ մեր շարժման նպատակն է մինչև 100-ամյակին 2033 թվականին հասնենք իշխանության ու կերտենք ցեղակրոն պետություն։ Սակայն բազմիցս նշել եմ, որ իշխանության հասնելը ու ցեղակրոն պետություն ստեղծելը մեզ համար միայն միջոց է մեծ հայքի ճանապարհը բացելու համար։ Ես դա չարեցի ու նման խոսքեր չասացի, որպեսզի ինքնահաստատվեմ եւ ինձ դնեմ այսպես ասած լավ հայրենասեր տղայի տեղ։ Հասկացել եմ, որ եթե իրոք ազգային պետություն ենք ուզում, պետք է հիմնադրենք ու զարգացնենք ազգային քաղաքական շարժում, որից կարող է ծնվել իրապես հայկական պետություն, իրագործելով Գարեգին Նժդեհի երազանքը։ Իմ քայլն արեցի, որովհետև այն ժամանակվանից հասկացել էի, որ մեր պետականությունը փրկելու ու նոր հայոց ցեղասպանություն կանխելու ուրիշ ձև ու ճանապարհ չի կարող լինել։ Սկզբում ամեն ինչ շատ մութ էր, որովհետև բնականաբար կասկածներ առաջանում էին ինձ մոտ, թե արդյոք կարող եմ միայնակ պայքարել այս մի ամբողջ հակահայկական համակարգի դեմ, որն ինձնից 1000 անգամ ավելի շատ ռեսուրսներ ունի։ Այդ կասկածանքները սկսեցին աստիճանաբար վերանալ, եւ կամաց-կամաց ազգային գաղափարներ կրող երիտասարդներ սկսեցին արձագանքել իմ գրառումներին ու հեռարձակումներին։ Այդտեղից սկսեցի համոզվել, որ ես իրոք ճիշտ ուղու վրա եմ, քանի որ այն շարժումը, որը ներգրավում է երիտասարդությանը, տիրում է ապագային։ Միայն այսպես կարող ենք ձևավորել ու կառուցել մի քաղաքական շարժում, որն ընդհանրապես ոչ մի կապ չի կարող ունենալ նախկին ու ներկա աղբանոցի հետ, եւ որի անդամները կոռումպացված չեն լինի ներկայիս նեո-բոլշևիկյան ճահիճի հետ առերեսվելու հետևանքով։ Սկզբում արձագանքը բավականին մեծ եղավ, բայց ինչպես տեսնում ենք, 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո մեր ազգը սուզվել է խորը թմբերի մեջ եւ ամբողջությամբ անտարբեր է դարձել։ Սա իրականում նորմալ երևույթ է, երբ ժողովուրդը կամ նույնիսկ անհատը մի մեծ տրավմա է ապրում։ Սկսում են գլուխը ավազի մեջ խրած ջայլամի պես ապրել ու մնալ պատրանքների մեջ, քանի որ չեն ուզում ընդունել դառը իրականությունը եւ չեն ուզում լսել մեզ նման մարդկանց, ովքեր ուզում են իրենց դուրս հանել այդ պատրանքի միջից։